Բարև ձեզ, Արագածոտնի TV եթերում սկսում ենք նոր հաղորդաշար, նվիրված Արագածոտնի մարզի եկեղեցիներին։ Մեր այսօրվա թողարկումը նվիրում ենք Օհանաբանքին, Օհանաբան գյուղի Քարեղեն սրբավայրին։ Օհանաբանքը կառուցվել է 5-ից 13-րդ դարերում։ Այն կրում է Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը, ում մասունքներից մեկը ըստ ավանդության պահվել է հենց այստեղ։ Այս փաստը վանքը դարձրել է ուխտատեղի բազմահազար ուխտավորների համար։ Վանական համալիրը կառուցված է բարձր ջաջի եզրին, Քասաղ գետի կիրճի վրայից բացվող հիասքանչ տեսարաններով։ Բնության ու հոգևոր ճարտարապետության համադրությունը այս վայրը դարձնում է առանձնահատուկ եւ ներշնչող։ Օհանաբանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1216-ից 1221 թվականներին, իսկ գավիթը 1250-ականներին։ Գավիթն առանձնանում է իր դեկորատիվ հորինվածքներով, սյուներով, կամարներով եւ մուտքի փորագրություններով։ Համալիրում պահպանվել են նաեւ խաչքարեր, մատուռ եւ կից շինություններ։ Եկեղեցու ճարտարապետությունը ներառում է խաչաձև գմբեթավոր կառուցվածք, որը բնորոշ է միջնադարյան հայկական եկեղեցիներին։ Մուտքի վրա փորագրված արձանագրություններն ու մանրազարդերը վկայում են վանքի հարուստ անցյալը եւ մեծ շինարարական ավանդույթները։ Այսօր Օհանաբանքը ոչ միայն պատմական արժեք է, այլև մշակութային ժառանգություն, որը կարևոր տեղ է զբաղեցնում Արագածոտնի հոգևոր կյանքում։